Հուսով եմ լավ եք սիրելի ժողովուրդ, անցյալ անգամ մեր Աշոտ Հակոբյանի մասին զրուցեցինք, բավականին հակասական նորից, ինչպես եւ սպասելի էր արձագանքներ։ Ես այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր մարդու մասին եւ ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ, այսպես ասած, վերջ տանք սիրելի հայր այս մարդկանց անվանը փնովելուն կամ չգիտեմ այսպես ոչ adekvat մեկնաբանություններ գրելուն եւ ես սա կբացատրեմ ինչի համար, բայց մինչ այդ խնդրում եմ ակտիվորեն այսպես ասած բաժանորդագրվեք էջին, սիրելի ժողովուրդ, խոսեք, մեկնաբանեք, կարող եք աջակցել ալիքին, ինչի համար շատ շնորհակալ կլինենք։ Ես ուզում եմ սկսել 20-ական թվականների Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հիմնականում Սարդարապատի ճակատամարտ, Սարդարապատի ճակատամարտից հետո, ինչու միայն Սարդարապատ, Ղարաքիլիս, Բաշաբարան, երբ որ կազմավորվեց արդեն Հայաստանի առաջին հանրապետությունը, սիրելի հայր, որը կարճ կյանք ունեցավ, բոլշևիկները հիմնահատակ հանդուգարապ արեցին առաջին հանրապետությունը, առաջին հանրապետության ղեկավարներին, ինչպես գիտեք, շատ-շատերին բանտարկեցին, սպանեցին, աքսորեցին եւ Հայաստանը բռնի կերպով, կարելի ասել, ինչու կարելի ասել, հենց այդպես էլ եղավ, բռնի կերպով խորհրդայնացվեց։ Բոլշևիկները աքսորեցին եւ սպանեցին նրանց, ովքեր կարելի ասել կասեցրեցին թուրքերի մուտքը Կովկաս։ Բայց խոսքն այստեղ ոչ թե Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին է, սա ընդհանուր պատկերացում կազմելու իրավիճակի մասին եւ հենց 20-ական թվականներին, երբ որ խորհրդային միությունը նոր սկսում էր ձևավորվել, երբ որ աշխարհում ոչ մեկը նրա այդ հաշվի չէր նստում, մենք սրա մասին արդեն խոսել ենք, բայց կարճ համառոտ երկու նախադասությամբ ասեմ, Ձերժինսկու հրամանով ստեղծվեց արտերկրի առաջին բաժինը, որը փաստացի սովետական հետախուզության առաջին բաժինն էր։ Որ այս բաժինը արդեն գլխավորում էին հայերը, ես սրա մասին խոսել եմ, չեմ ուզում մի բանի մասին անդադ խոսել, Հակոբ Դավթյան Նախիջևանից, չգիտեմ, Քաթանյան Ռուբեն Թիֆլիսից, սրա մասին չի խոսքը, սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի ավանդը, ես չգիտեմ, նույնիսկ ինչ բառով կարելի ասել, ոչ միայն անուրանալի, այլև որոշիչ եղավ այս մարդու ողջ գործունեությունը, որոշիչ, բայց խորհրդային միությունը, ապա նաև նրա իրավահաջորդ ՌԴ-ն այս մարդու անունը ընդհանրապես մոռացության տվեցին, ընդհանրապես նրա մասին չի խոսում, ընդհանրապես ինչ կապված է սովետական հետախուզության հետ պատերազմի տարիներին, ռուսները մեծամեծ հաղորդումներ են անում, տարբեր տեսակի անուններ, ոչ թե հորինված անուններ, իրական անուններ։ Անցյալ անգամ ես խոսեցի Ռուդոլֆ Աբելի մասին, նույն ինքը Վիլյամ Ֆիշեր, որին ձերբակալել էին Նյու Յորքում, այդ ոսկե եռյակից Վիլյամ Ֆիշերի մասին ռուսները լեգենդներ են պատում, ինչեր արեց Նյու Յորքում, այսպես, Ամերիկայում այսպես արեց, մի ողջ հետախուզական անլեգալ ցանց, այսպես։ Իրականում Ռուդոլֆ Աբելը, նույն ինքը Վիլյամ Ֆիշերը բացարձակապես կոորդինատորի դեր էր տանում։ Մի հոգի մարդ չի հավաքագրել այս մարդը։ Այսպես ճակերտավոր ասած վերբովկա չի արել, ընդհանրապես այս մարդու աշխատանքը կոորդինացիան էր, կոորդինացնում էր անլեգալ հետախուզությունը, սա իհարկե շատ մեծ աշխատանք էր, Վիլյամ Ֆիշերը հետախույզ էր, բան չկա դրա, ոչ մի առարկություններ չկա դրանում, բայց ես ուզում եմ խոսել մարդու մասին, որի գործունեությունը, եթե դուրս բերենք 37 թվականից դեռևս, դրանից էլ առաջ, ինչու 37, 31 թվականից սկսված, 32, 33, մինչև 49-50 թվականները, 17 տարի, եթե այս մարդու գործունեությունը դուրս ենք բերում ԽՍՀՄ հետախուզության պատմության, այսպես ասած արխիվներից, բացառում ենք այս մարդու կյանքը, չի եղել այս մարդը, ես չեմ պատկերացնում ինչ կկատարվեր ԽՍՀՄ-ում։ Ուզում եմ նախ պատմությանը ծանոթանանք, 53 թվականի հունիսի 19-ին, 1953 թվականի հունիսի 19-ին ԱՄՆ-ում մահապատժի ենթարկվեցին Էթել եւ Յուլիուս Ռոզենբերգները։
Ընդհանրապես ԱՄՆ-ի պատմության մեջ պատերազմական տարիներին սա նորմալ էր։ Հետախուզների, լրտեսներին, ոչ թե հետախուզների, լրտեսներին եթե բացահայտում են մահապատիժը, սա նորմալ երևույթ էր, բայց խաղաղ պայմաններում մահապատիժ այսպիսի նախադեպ ԱՄՆ-ում դեռևս չէ եղել։ 53 թվականին պատերազմն արդեն ավարտված էր, նու սառը պատերազմը կար իհարկե, բայց ոչ ֆորմալ պատերազմ էր, սա կոչվում էր սառը պատերազմ եւ ինքնին կոչվում էր նաեւ խաղաղ պայմաններ։ Խաղաղ պայմաններում մահապատիժ ԱՄՆ-ում դեռևս չէր եղել, բայց էթել եւ Յուլիուս Ռոզենբերգներին մահապատժի, այսպես ասած, դատավճիռ կայացվեց եւ իրականացվեց։ Ամուսինները մեղադրվեցին ԽՍՀՄ օգտին լրտեսության մեջ։ Կրկնեմ, սա 53 թվականի հունիսի 19-ն էր մահապատժի օրը։ Լրտեսության մեջ մեղադրվեցին ԽՍՀՄ օգտին եւ ենթարկվեցին եւ մահապատժի ենթարկվեցին։ Այս իրադարձությունը նրանց ձերբակալությունը իմիջիայլոց դա տևեց մոտ 3 տարի, 50 թվականին նրանց ձերբակալեցին, մոտ 3 տարի տևեց։ 3 տարի այս ձերբակալությունից մինչև մահապատժի օրը Էթել եւ Յուլիուս Ռոզենբերգների այս դատավճիռ, այս դատական գործողությունը ընդհանուր 3 տարվա տևողությամբ շատ մեծ աղմուկ բարձրացրեց, շատ մեծ աղմուկ։ Ամբողջ աշխարհում, ոչ միայն ԱՄՆ-ում, ամբողջ աշխարհում։ 59 թվականին ԱՄՆ նախագահը Թրումենն էր, Հարի Թրումենը։ Երբ որ մահապատիժն արդեն պիտի իրականացնեին 53 թվականին, Դուայթ Էյզենհաուերը փաստացի ընտրվել էր նախագահ, բայց նրա այսպես կոչված ինագուրացիան չէր եղել, եւ հերացող նախագահ Հարի Թրումենը, այսպես ասած, իր ուսերից գցեց այդ պատասխանատվությունը նրանց մահապատժի ենթարկելու, թողնելով սա նոր եկող նախագահի խղճին չասենք, այսպես ասած, ավելի շատ նրա պատասխանատվությանը թողնելով, հա։ Ընդհանրապես քաղաքական դաշտում, սիրելի ժողովուրդ, 53 թվականը բավականին այսպես լուրջ փոփոխությունների, որոշիչ փոփոխությունների տարի էր։ Նախ Ստալինի մայից հետո Խրուշչովը վեր հանեց այսպես կոչված բժիշկների գործը։ Հարյուրավոր բժիշկներ, գիտնականներ, լուրջ մարդիկ, լուրջ վիրաբույժներ, լուրջ բժիշկներ Ստալինյան ռեպրեսիաներից այսպես մի կերպ խույս տալով հայտնվեցին արդեն Խրուշչովի պատժիժ մեքենայի անիվների տակ։ Սա 53 թվականն էր։ ԽՍՀՄ-ը 53 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ 53 թվականին Եգիպտոսը վերջապես դուրս եկավ եվրոպական մանդատից եւ դարձավ անկախ հանրապետություն։ Քաղաքական վերնախավում համաշխարհային այսպես ասած 3 գլխավոր փոփոխություն։ Ինչ եղավ Վեսթմինստերյան աբայությունում թագադրվեց Ելիզավետա II թագուհին, ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Խրուշչովը, իսկ ԱՄՆ-ում Հարի Թրումենին փոխարինեց Դուայթ Էյզենհաուերը։ Հարցի լրջությունը, սիրելի ժողովուրդ, հասկանալու համար, թե ինչ մեծ արձագանք բարձրացեց, իմիջիայլոց մինչև անգամ Ալբերտ Էյնշտեյն, Ռոբերտ Օպենհայմեր, նույնիսկ Հռոմի Պապը խառնվել էին այս հարցին, հա, Ռոզենբերգների հետ կապված, բայց Դուայթ Էյզենհաուերին չկարողացան համոզել, որպեսզի նա փոխի դատավճիռը։ Ես ուզում եմ պատմությանը մի թեթև ծանոթանանք։ Ով էր այս մարդը, Յուլիուս Ռոզենբերգը, լավ փախստականների, գաղթականների որդի էր, ժամանակին գաղթել էին Լեհաստանից ԱՄՆ, հա, Յուլիուսի հայրը։ Այս տղան ռադիոտեխնիկ էր, հետո դարձավ ռադիոմեխանիկ եւ 37-38 թվականներին, 39-ին արդեն, երբ որ պատերազմը սկսվեց, կամավորագրվեց իմիջիայլոց ԱՄՆ բանակին, հա, եւ դարձավ զինված ուժերի կապի սպա։ Ռադիոտեխնիկ էր մարդը Յուլիուս Ռոզենբերգը։ Ամուսնացել էր արդեն, երիտասարդ էր բավականին, հա, Յուլիուսը, իմիջիայլոց հրյա էր։ Հրյա Յուլիուս Ռոզենբերգ, դե արդեն հայտնի հասկանալի որ հրյա էր։ Ամուսնացել էր իր մանկության ընկերուհու Էթել Գրինգրասի հետ։ Էթել Գրինգրասը դարձել էր Էթել Ռոզենբերգ։ Եվ այս երկու հրյաները երիտասարդ տարիքում 37-36 թվականներին այսպես տարվում են մարքսիզմով։ Ինչի համար են տարվում մարքսիզմով, որովհետև Հիտլերը ամբողջ աշխարհում արդեն պրոպագանդում էր
հрյաների կոտորածը, լսելով հрյաների կոտորածի մասին, այս մարդիկ, այս երկուսը գոնե, հա, երդվել էին, որ պիտի մինչև վերջ պայքարեն ֆաշիզմի դեմ, եւ մարքսիզմ դարձել էր այս մարդկանց գլխավոր իդեոլոգիան։ Այս մարդիկ այլ տարբերակ չգտան մարքսիզմի ներողություն հрьяաներին կոտորող Հիտլերի դեմ պայքարելու այլ տարբերակ չգտան, բացի Ստալինին օգնելը։ Իմիջիայլոց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ի դաշնակիցներից ամենամեծ հեղինակությունը ԱՄՆ-ում վայելում էր ԽՍՀՄ եւ անձամբ Ձյաձյուշկա Ջոն, ինչպես նրան Ստալինին կոչում էին ամերիկացիները։ Հրեազույգը տարված էր Ստալինի իդեոլոգիայով, ինչի համար, որովհետև գտնում են, որ Ստալինը պայքարում է Հիտլերի դեմ, որը կոտորել է իրենց ժողովրդին, այսինքն հрьяաներին օգնելու համար, իրենց վրեժը լուծելու համար այս մարդիկ որոշեցին օգնել Ստալինին։ Եվ այսպես 37-38 թվականին հայտնվեց նա, ով հավաքագրեց այս զույգին։ Ինչ կատարվեց երկրորդ աշխարհամարտի տարիներին, սիրելի ժողովուրդ, 1945 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո Ալամագորդո կոչվող պոլիգոնում ԱՄՆ հատուկ ծառայությունները իրականացրեցին Տրինիթի հատուկ գործողությունը։ Այս գործողության ընթացքում փորձարկվեց այդ պոլիգոնում, փորձարկվեց աշխարհում առաջին ատոմային ռումբը։ Ամերիկացիները բավական սենտիմենտալ անուն էին տվել առաջին ատոմային ռումբին, այն կոչվում էր Gadget։ Այսպես չգիտեմ թարգմանվում է թե չէ, բայց ինչ-որ սարքավորում, այսպես բավական սենտիմենտալ անուն էին տվել, եւ ուրեմն Նյու Մեքսիկոյի այդ պոլիգոնում փորձարկվեց առաջին ատոմային ռումբը, Gadget-ը։ Ընդամենը 1 ամիս անց, ավելի քիչ, թվով օգոստոսի 6-ին եւ 9-ին ամերիկացիները Ճապոնիայի վրա նետեցին, ինչպես գիտեք արդեն, հա, փոքրիկին, Little Boy այսպես կոչված, եւ հաստլիկին, Ֆաթման։ Ատոմային ռումբերը բավական փղկշական անունով այս երկու ատոմային ռումբերը Little Boy-ը եւ Ֆաթմանը, հա, փոքրիկը եւ հաստլիկը խլեցին մոտ 250,000 խաղաղ ճապոնացիների կյանք։ Պատերազմի ժամանակ մի քիչ հարաբերական է այս խաղաղ բնակչությունը, որտեղ այդ խաղաղ բնակչությունը կարելի ասել ամբողջովին կամավորագրվել էր պատերազմի, կռվում էին ամերիկացիների դեմ։ Պարզապես քնած ժողովրդի վրա երկու ատոմային ռումբ գցեցին։ Հարի Թրումանը փորձում էր այս հարցը իմիջիալոց շատ պատմաբանների մինչև այսօր ասենք քննարկման թեմա է, սիրելի ժողովուրդ, որովհետև Հարի Թրումանը պնդում էր, որ ինքը ատոմային ռումբի օգտագործման այդ հրամանը տվել է պատերազմը շուտ վերջացնելու համար, բայց 45 թվականի օգոստոսին Ճապոնիան արդեն իսկ պատերազմական, այսպես ասած, վերջին վիճակում էր, որովհետև երբ որ ԽՍՀՄ մտավ պատերազմի մեջ, երբ որ Մարշալ Խուդյակովի այդ գործողության ընթացքում Մուկդենյան օպերացիայի ընթացքում, երբ որ Քվանտունյան բանակը հանձնվեց, Ճապոնիայից գրեթե ոչինչ չէր մնացել։ Այսինքն ատոմային ռումբերը նույնիսկ չգցելու դեպքում Ճապոնիան արդեն հանձնվում էր, Ճապոնիայից ոչինչ չէր մնացել։ Բայց Հարի Թրումանը փորձեց սրանք փորձարկել եւ մեկնել քիչ էր 3 օրվա տարբերությամբ Հիրոսիմա եւ Նագասակի, հա, փոքրիկին, հզորությամբ ինչու են կոչվում փոքրիկ եւ հասլիկ, որովհետեւ հասլիկը հզորությամբ մի քիչ ավելի ուժեղ էր, փոքրիկին գցեց Հիրոսիմայի վրա, 3 օր հետո հասլիկին գցեցին Նագասակիի վրա։ Ես անձամբ, ես իհարկե պատմաբան չեմ, սիրելի ժողովուրդ, եւ չեմ էլ մտնում սրա մեջ, սա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ հետո պատմությունը սա իհարկե ցույց է տալիս, որ այս երկու ռումբերի նետումը ավելի շատ թաքնված, այսպես ասած, մեսիջ էր ուղղված սովետական միությանը, անձամբ Ստալինին։ Այսինքն զգուշացիր, որ մենք այսպիսի զենք ունենք, սա Պոցդամում դեռևս վերջին հանդիպման ժամանակ, երբ որ հանդիպեցին նորընտիր նախագահային ժամանակ, Հարի Թրումանը, Ստալինը եւ Չերչիլը մի քանի օր մնաց այդ հանդիպմանը, որովհետեւ հետո պարզվեց, որ Լոնդոնում նա տանուլ է տվել ընտրությունները, Չերչիլը դուրս եկավ Պոցդամից եւ նրան փոխարինեց Էթլին։ Այդ վերջին հանդիպման ժամանակ, երբ որ Թրումանը հայտնում է Ստալինին, այսպես հեգնանքով, այսպես, հա, մեր փոքրիկ արդեն պատրաստ է,
Թրումանը անգամ գաղափարել չուներ, սա 45 թվականն էր, 45 թվական, Թրումանը գաղափարել չուներ, որ սովետական միության հատուկ ծառայությունները դրա մասին գիտեին դեռևս 37-38 թվականներին, երբ որ նոր միջուկային ինչ-որ ծրագրեր էին սկսում փորձարկել նախ Անգլիայում, հետո ԱՄՆ-ում։ Իմիջիայլոց այս մեծ երեակից ԽՍՀՄ, ԱՄՆ եւ Անգլիա միջուկային ծրագրի առաջին աշխատանքները, այսպես ասած, փորձնական աշխատանքները սկսվեցին Անգլիայում, հետո այդ ամենը սկիզբ առավ նաև ԱՄՆ-ում եւ վերջում միայն Սովետական միությունում։ Ինչու վերջում, որովհետեւ այն ժամանակ, երբ որ Անգլիայում եւ ԱՄՆ-ում սկսեցին այդ փորձարկումները, ամերիկացիները կարողացան անգլիացիներին համոզել, ասեցին ձեր այս պահին դուք պատերազմի մեջ եք, Հիտլերը անդադար ռմբակոծում է Անգլիան, Լոնդոնը անդադար ռմբակոծվում է, ավելի լավ կլինի այս նախագիծը տեղափոխենք ԱՄՆ։ Ռուզվելտը եւ Չերչիլը կարողացան համաձայնության գալ, որպեսզի այդ նախագիծը տեղափոխվի ԱՄՆ, որովհետեւ Անգլիան պատերազմի ժամանակ իր Սովետական միությունը պատերազմի առաջին գոնե 2-3 տարիներին անհասկանալի կորուստներ էր կրում, որովհետև Ստալինը միանձնյա այսպես գլխավորում էր գլխավոր հրամանատարի իր դիրքը, չէր ուզում որևէ մեկին լսել, բացի այդ 37 թվականին նա կոտորել էր հրամկազմին, բոլորն ընկել էին ռեպրեսիաների տակ, ռազմական գործիչներ գրեթե չէին մնացել, Ստալինի ամբողջ հույսն ու հավատը մնաց հետախույզների վրա։ Միայն Ստալինգրադի ճակատամարտից հետո, երբ որ գեներալ Պաուլուսը, այսպես ասած, հանձնվեց, մի քիչ Սովետական միությունը այսպես թևեր հավաքեց, երբ որ հասկացան, որ Վերմախտը արդեն նահանջում է, հասկացան, որ Հիտլերի մեջքը արդեն վաղ թե ուշ պիտի կոտորվի, որին հետևեց Բագրատիոն օպերացիան, արդեն մտան Լեհաստան, հասան Վարշավա, նոր Սովետական միությունում, այսպես ասած, թափ առավ ատոմային ծրագիրը։ Բայց մինչ այդ ճապոնացի ամուսիններ կային, երկուսն էլ նկարիչներ էին։ Տոսիկո Մարուկի, չգիտեմ լսել եք նրա անունը թե չէ, ես ուզում եմ մի քանի տողով կարդալ նրա նկարագրությունը, նա եղել է Նագասակիի վրա ատոմային ռումբի նետման վկան եւ մինչեւ կյանքի վերջ կրում էր այդ սպիները, եթե կարելի այսպես ասել, թե դրանք սպիներ չէին։ Կուրացուցիչ կանաչ կրակ, պայթուն։ Գիտակցությունը ճնշված է, տաք քամուալիկ, հաջորդ վայրկյանին շուրջն ամեն ինչ այրվում էր։ Փլվող տների բեկորների տակ ընկած են ուշագնաց մարդիկ, կրակի մեջ մեռնում են կանայք ու երեխաները, կրակի օղակում մեռնում են ուշքի եկած եւ փրկվել ցանկացող մարդիկ։ Ինքը վկա է եղել, ինքը պատմում է այդ օրերը։ Մի ակնթարթ եւ մարդկանց վրայից թափվում է բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերն ու դեմքերը, կուրծքը, պայթում են արունագույն պշտիկները եւ ծվեն ցած են սահում մաշկի կտորները, դրանք ուրվականներ են։ Վեր բարձրացած ձեռքերը նրանք շարժում են ամբողջով օդը խլացնելու վաղ է կտուր ճիչերով, պատկերացնու եք ինչ սարսափելի տեսարան է։ Գետնին ընկած են նորածին երեխան, բայց նրա մայրը մահացել է, օգնող չկա, ոչ ոք ուժ չունի օգնելու երեխային։ Խլացած եւ այրված մարդիկ խելագարված կիտվել են ոռնացող ամբոխում եւ կուրորեն դեսուդեն են խփվում ելք փնտրելով։ Սարսափելի դժոխային տեսարան։ Ամեն դեպքում ատոմային ռմբահարումներից հետո, Հիրոսիմայից եւ Նագասակիից հետո, սեպտեմբերի 2-ին Ճապոնիան ստորագրեց կապիտուլացիան։ 45 թվականի սեպտեմբերի 2-ին, դրանից 4 տարի անց, 1949 թվականի օգոստոսին, Ղազախստանի Սեմիպալատինսկ կոչվող պոլիգոնում իրականացվեց սովետական առաջին ատոմային ռումբի փորձարկումը, դրա կնքահայր անունը ստացած Կիրակոս Մետաքսյանի գլխավորությամբ։ Սովետական միությունում այս ատոմային ռումբի փորձարկումից հետո 49 թվական, սիրելի ժողովուրդ, Ամերիկան եւ Բրիտանիան հայտնվեցին ցայտնոտի մեջ։ Ընդամենը 20-25 օր հետո Լոնդոնում շտաբ խորհրդակցություն հրավիրվեց ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունները կառավարական մակարդակով իհարկե հավաքվեցին Լոնդոնում հասկանալու համար այս ինչպես պատահեց այս ամենը։ Հատուկ խորհրդակցության ժամանակ առաջինը կացնի տակ ընկավ նորաստեղծ ԿՀՎ-ի ղեկավար Հիլեն Կոթերը։ Ինչու նորաստեղծ, որովհետև 49 թվականին
ԿՀՎ-ն, այսպես կոչված ՑԵՌ-ն, ընդամենը 2 տարվա պատմություն ուներ, հա, այն 47 թվականի սեպտեմբերին է կազմավորվել Հարի Թրումանի հրամանով։ Հիլեն Կոտրն ընկավ Թրումանի կացնի տակ։ Ինչն էր պատճառը։ Դրանից ընդամենը մի 6 ամիս առաջ ՑՌՈ-ի, այսպես ասած, ղեկավար Հիլեն Կոտրը ոչ թե փորձում էր, այլ վստահեցրել էր Թրումանին, որ մինչև 1955-56, նույնիսկ 57 թվականը ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի ստեղծվելու մասին խոսելը անիմաստ է։ Սա իբր ՑՌՈ-ն այսպիսի ինֆորմացիա ուներ, այսպիսի տվյալներ ուներ, որ մինչև 55-56, նույնիսկ 57 թվականը ԽՍՀՄ-ում չի կարող ատոմային ռումբ լինել, եւ Ամերիկան իրեն մոնոպոլիստ էր զգում, ատոմային ռումբն ուներ, ճապոնացիներին ռմբահարել էր, եւ 46 թվականին իմիջիալոց սա պարտադիր պիտի ասեմ, պատերազմից 1 տարի անց, երբ որ Չերչիլն արդեն վարչապետ չէր, Հարի Թրումանը օգտագործեց Չերչիլի հեղինակություն, այսպես ասած, որպես ֆաշիզմի դեմ կռված հաղթանակած այսպես դաշնակից, Չերչիլը մեկնեց Ամերիկա եւ բարձր ամբիոնից Չերչիլի բերանով, հենց Չերչիլի բերանով Հարի Թրումանը հասկացնել տվեց սովետական միությանը, որ հաջորդ ատոմային 20 ռումբերը գալու են սովետական միության գլխին։ Եվ Պենտագոնում նույնիսկ այդպիսի պլան էր մշակվել, որ պիտի սովետական մի քանի մեծ քաղաքներ ատոմային ռումբով այսպես ռմբահարվեին։ Բայց 49 թվական հանկարծակի ատոմային ռումբի փորձարկում, իսկ 50 թվականի մարտին արդեն պաշտոնապես ԽՍՀՄ հայտարարեց ատոմային ռումբ ունենալու մասին, պաշտոնապես, եւ Ամերիկան այստեղ ձեռքերը ծալեց Բրիտանիայի հետ։ Այս խորհրդակցության նպատակն էր հասկանալու համար, թե ինչպես սովետական միությունը կարճ ժամանակում կարողացավ ատոմային ռումբ ունենալ։ Հիլեն Կոտրը ազատվեց պաշտոնից, ԿՀՎ ղեկավարը ազատվեց պաշտոնից, Հարի Թրումանը նրան պարզապես ազատեց պաշտոնից։ Այդ խորհրդակցությունից մնացել են մի քանի փաստաթղթեր, որոնք ԿՀՎ-ն շատ ավելի ուշ արդեն 90-ականներին արդեն գաղտնազերծել էր։ Այդ փաստաթղթերում գրված է, որ խորհրդակցության ժամանակ, երբ որ բոլորը խառնված էին, երբ որ բոլորն էսպես էս ինչպես եղավ, էս ոնց եղավ, որտեղ բաց թողեցինք, սովետական միությունը չպետք է մինչև 55 ունենար, բոլորից հանգիստ էր գեներալ Դոնովանը։ Ինչու էր հանգիստ գեներալ Դոնովանը, ես կասեմ։ Ուիլյամ Դոնովանը լուրջ մարդ էր, լուրջ գեներալ էր, հատուկ ծառայությունների գեներալ էր։ Ինչու էր հանգիստ Ուիլյամ Դոնովանը, որովհետև Ուիլյամ Դոնովանը գիտեր, ով է կանգնած այդ ամենի հետևում։ Նա լավ էր ճանաչում Գեննադին, իսկ ով էր Գեննադին եւ ինչ կապ ուներ այս ամենի հետ, եւ ինչպես ռուսները, սովետական միությունը, Ստալին, Բերիա, հետո նաեւ Խրուշով, հետո նաեւ ՌԴ ընդհանրապես ուրացան այս մարդու ավանդը։ Ես այս մարդու մասին խոսել եմ իմ առաջին գրքում, սիրելի ժողովուրդ, բայց որովհետև գրքում շատ մարդիկ կան, այսպես ծավալուն չեմ կարող, հա, ծավալվել, որովհետև նրա մասին ես չգիտեմ, մի 2 գիրք էլ որ գրենք, այսպես երևի տեղ չան։ Ես ուզում եմ մի նախադասություն կարդալ ընդամենը, սա իմ առաջին գիրքն է, հա, ովքեր որ տեղյակ չեն, ինչպես ձեռք բերել գրքերը, դուք կտեսնեք մեկնաբանությունների մեջ։ Ուրեմն հույժ գախնի չբացել, պահել խիստ հսկողության տակ, վտանգի դեպքում այրել, այսինքն ոչ մեկի ձեռքը հանգարց չընկնի։ Այսպիսի կնիքով ու մակագրությամբ մի թղթապանակ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը շուրջ 60 տարի պահվում էր ՊԱԿ-ի արխիվներում։ Թղթապանակի ներսում ողջ ինֆորմացիան է ռուսական ազգային անվտանգության գեներալ-մայորի մասին, օպերատիվ կեղծանունը Գեննադի։ Լեգենդար մարդ եղել, սիրելի ժողովուրդ, ես վերջում անպայման կասեմ ինչու պետք չէ այս մարդկանց անվանը, այսպես ասած, փնովել այս մարդկանց անունը եւ թերագնահատել, նույնիսկ ստորացնել նրանց անունը, պետք չի, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն, ինչպես ասացի, սկզբում Անգլիայում, այսպես ասած, հայտնվեց սկիզբ առավ միջուկային ծրագիրը, դա դեռևս 40-41 թվականներին էր, հա, ծրագիրը կոչվում էր Tube Alloys, ինչ անուն, ինչ գիտեմ։ Սովետական անլեգալ հետախուզության ամենալեգենդար, այսպես ասած, Քեմբրիջյան հնգյակը դեռևս 41 թվականին Կրեմլին զեկուցեց, որ
Անգլիայում, Բրիտանիայում արդեն սկսել են միջուկային ծրագիրը եւ ինչ որ զենքի մասին են խոսում, որի նմանը աշխարհում դեռևս չկա։ Մինչև ԱՄՆ-ում Մանհեթենյան նախագիծ դառնալը, այս նախագիծը, երբ որ ԱՄՆ-ում սկսեցին զբաղվել միջուկային ծրագրով 39 թվականներին դեռևս դա կոչվում էր Ուրան 235, կոչվում էր Ուրանի կոմիտե եւ իմիջիայլոց, սիրելի ժողովուրդ, Ուրան 235-ի ղեկավարը ԱՄՆ-ում Հենրի Կարապետյանն էր, մարդ, որի անունից բացի ուրիշ որևէ տեղեկություն չկա, ես ինչքան էլ փորփրեցի չգտա։ Ուրան 235 նախագծի ղեկավարը Հենրի Կարապետյան, ես ուրիշ ոչինչ չկարողացա գտնել, ով էր այս Հենրի Կարապետյանը, բայց այս մարդը ղեկավարում էր Ուրան 235 նախագիծը ԱՄՆ-ում, որը հետո դարձավ Մանհեթենյան նախագիծ։ Ուրեմն, երբ որ Քեմբրիջյան հնգյակը զեկուցեց Կրեմլին, այսպես ասած, որ Անգլիայում արդեն սկսել են միջուկային ծրագիրը, բայց որովհետև պատերազմը մտել արդեն այսպես շատ տաք արյունալի փուլ, անգլիացիները որոշել են ԱՄՆ-ի հետ համատեղ այդ նախագիծը տեղափոխել ԱՄՆ, այսինքն ավելի ապահով կլինի այնտեղ անել այդ նախագիծը։ Եվ հենց այդ ժամանակ արևմտյան երկրների միջուկային ծրագրերի նախագծերը հայթայթելու համար ԽՍՀՄ-ում գործի դրվեց հատուկ ծառայությունների պատմության մեջ թերևս ամենամասշտաբային, ամենալայնածավալ, ամենաերկարատև գործողությունը, որը կոչվում էր Էնորմուս, օպերացիա Էնորմուս կամ Էնորմուս գործողություն։ Էնորմուս, այսինքն լատիներեն ավելի շատ ահռելի կամ չգիտեմ այսպես ահավոր այսպիսի մի բան, հա։ Գործի դրվեց Էնորմուս գործողությունը, սկիզբ դրվեց այդ օպերացիային եւ այդ գործողության գլխավոր ուղեղը, նախագծողը, կազմակերպողը եւ 8 տարի այն ղեկավարողը նույն ինքը Գեննադին էր։ Գեննադին։ Այս ամենը Գեննադին անում էր այն դեպքում, երբ որ 37 թվականին հազիվ կարողացավ այսպես ասած փրկվել Ստալինի ճանկերից, ոչ թե Ստալինի, այլ Բերիայի, Բերիան նրան չէր սիրում։ Իսկ եթե Բերիան մեկին չէր սիրում, դա անպայման ավարտվում էր գնդակահարությամբ։ Արտերկրյա բաժնի պետ Արտուր Արտուզովի գնդակահարությունից հետո, իմիջիայլոց Արտուր Արտուզովն էր ժամանակին դեռևս Բաումանի համալսարանում սովորելու տարիներին հավաքագրել Գեննադիին, հա, Արտուր Արտուզովն էր նրան դարձրել լրտես։ Արտուր Արտուզովի գնդակահարությունից հետո Գեննադին սկսեց վախենալ արդեն, որ Բերիան իրեն էլ կհասնի։ Ընդհանրապես պատերազմական արդեն 41 թվականին պատերազմը երբ որ սկսեց, Ստալինն ու Բերիան ոչնչացրել էին անլեգալ հետախուզության ամենաէֆեկտիվ լրտեսներին, ամբողջովին ցիրուցան էին եղել այս մարդիկ, որը փախել էր, որը անցավ արևմուտքի կողմ սեփական կյանքը փրկելու համար Ստալինն ու Բերիան ընկել էին Եվրոպայով մեկ, աշխարհով մեկ, իրենց անլեգալներին հերթով գնդակահարում էին, Արտուզովին գնդակահարեցին։ Հայկը փրկվեց սրանից միայն ու միայն այդ ժամանակ Նյու Յորքում անլեգալ հետախուզության ղեկավար Ֆիտինի միջնորդությամբ, Ֆիտինը Կրեմլին գրեց, ասեց, եթե դուք ձեռք տաք հանկարծ մատով կպնեք Գեննադին, հաշվեք, որ սովետական անլեգալ հետախուզությունը Նյու Յորքում եւ ողջ ԱՄՆ-ում, հետն էլ Բրիտանիայում քանդվելու է վերջնականապես։ Բերիան հրաժարվեց Գեննադին կպնելուց, այսպես ասած հանգիստ թողեցին, ես սա խոսում եմ 37 թվական։ 38 թվականին արդեն մեկ տարի անց Գեննադին ինքը արդեն գլխավորեց Նյու Յորքի անլեգալ ռեզիդենտուրան եւ դարձավ անլեգալ հետախուզության ռեզիդենտը։ Հենց այդ ժամանակ նրա տեսադաշտում հայտնվեցին երիտասարդ մարքսիստները, Էթել եւ Յուլիուս Ռոզենբերգները, որոնք տարված էին մարքսիստական գաղափարներով, ուզում էին վրեժ լուծել հրեաներից, ուզում էին գնալ Հիտլերի դեմ եւ Գեննադին նրանց հավաքագրեց, այսպես ասած, վերբովկա։ Ռուսները
շատ անուններ են տալիս, արդեն ասացի, հա, լեգենդներ, միֆեր, այսպես, այնպես, չգիտեմ, անուններ, ես հաղորդումներ եմ նայում, գրքեր եմ կարդում, անընդհատ այսպես թերթում եմ, անընդհատ փորձում եմ մի անգամ միտեղ գտնել գոնե, անցյալ անգամ ասեցի Աշոտ Հակոբյանի անունը, հայ Ռուդոլֆ Աբել, հայ Կոնան Մալոդի, խոսում են այս մարդկանցից, բայց ախր չեն խոսում, չէ՞ որ Աշոտ Հակոբյանին այդպես էլ չկարողացան բացահայտել։ Եվ Ռուդոլֆ Աբելին, նույն ինքը Վիլյամ Ֆիշեր, եւ Կոնան Մալոդին ձերբակալեցին, փոխանակեցին մի քանի հոգու հետ, հա, բայց Աշոտին չկարողացան բացահայտել, նա Իտալիայում անլեգալ հետախուզության ռեզիդենտներ չեն խոսում ռուսները, հիմա սա։ Նայում ես ամբողջ գործողությունը ռուսական կայքերում, ռուսական հետախուզության կայքերում, ռուսական հետախուզությունը հատուկ կայք ունի։ Անուններ են գրված, ինչպես եղավ, ոնց եղավ տարիներ, այսպես անուններ եւ չկա այս մարդու անունը։ Մարդ, որը ինքն էր կազմավորել, որը ինքն էր նախագծել, որը ինքն էր կազմել էնորմոս կոչված գործողությունը, որը ինքն էր ղեկավարել 8 տարիների ընթացքում։ Գենադին ԱՄՆ-ում կարողացավ հավաքագրել, սիրելի ժողովուրդ, բացի Ռոզենբերգներից իհարկե, Հարի Ուայթին։ Հարի Ուայթը համաշխարհային բանկի ստեղծողներից է։ Հարի Ուայթը մի քանի տարի անց դարձավ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը։ Նրան գաղտնագրել էր Գենադին եւ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը սովետական միության լրտես էր։ Այս մարդուն հավաքագրել էր Գենադին։ Հաջորդ անունը, որ ռուսները շատ են տալիս, Կլաուս Ֆուքս։ Իմիջիալով շատ էֆեկտիվ հետախուզ էր, անլեգալ գերմանացի ֆիզիկոս էր Կլաուս Ֆուքսը, հա, որ աշխատում էր Բրիտանիայում, այսինքն Բրիտանիայի կազմից, Բրիտանիայի կառավարության կողմից աշխատում էր Մանհեթենյան նախագծում, շատ էֆեկտիվ հետախուզ էր, բայց սովետական միության հետախուզն էր։ Կլաուս Ֆուքս, այս անունը շատ է այսպես շրջանառվում սովետական հետախուզության պատմության մեջ, բայց 1950 թվականին մի 6-ը բրիտանական հատուկ ծառայությունները ձերբակալեցին Կլաուս Ֆուքսին Վենոնա կոչված հատուկ գործողության շրջանակներում։ Ինչ էր Վենոնան 49 թվականին, արդեն ասացի, երբ որ ռումբը սովետական միությունում փորձարկեցին, Բրիտանիան եւ Անգլիան հայտնվեցին ցայտնոտի մեջ, հասկացան, որ այստեղ լրտեսական լուրջ արտահոսք է եղել, ուրիշ կերպ սովետական միությունը ատոմային ռումբ կարճ ժամանակում չէր ունենա։ Սկսեցին մասսայական այսպես չգիտեմ, հեռախոսներ լսել, մարդկանց հետևել են, կարևորագույն մարդկանց, հա, եւ այսպես 50 թվականին դուրս եկան Կլաուս Ֆուքսի վրա, գերմանացի ֆիզիկոս, որն աշխատում էր Մանհեթենյան նախագծում։ Շատ կարճ տևեց այս ֆենոմենալ կոչված հետախուզի կոտրվելը, շատ կարճ։ Մեկ շաբաթ ընդամենը, մեկ շաբաթ էլ չդիմացավ Կլաուս Ֆուքսը ամերիկացիներին, այսպես ասած, դաշնային բյուրոին, Ֆեբեր կոչվածին, հա, ծախեց Հարի Գոլդին, նույն ինքը Հենրիխ Գալդինսկի, Ուկրաինայից էր էլ, Ամերիկայում շպիոն էր։ Ֆեբերը Ամերիկայում ձերբակալեց Գոլդին, մի շաբաթ էլ Գոլդը դիմացավ, ամենաշատը։ Գոլդին ձերբակալելուց հետո նկարները այսպես շարելով գնացին, ովքեր եղել են, ովքեր աշխատում էին Լոս Ալամոսում։ Գոլդը իբր թե ճանաչեց նրանցից ընդամենը մեկին, Դեյվիդ Գրինգրասին։ Դեյվիդ Գրինգրասը Էթել Ռոզենբերգի եղբայրն էր, ասացի, եթե ուշադիր եք, նրա անունն էր Էթել Գրինգրաս։ Դեյվիդ Գրինգրասին ձերբակալում են, Դեյվիդ Գրինգրասը 2 շաբաթ ամենաշատը դիմացավ Գրինգրասը, 15 օր մերժում է ամեն ինչ, այսպես ես ոչ մի բան չգիտեմ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Հետո նրա կնոջն են ձերբակալում Ռուտին։ Ռուտը խոստովանում է, որովհետև մանկահասակ երեխաներ ունեն, ամերիկացիները ճնշման ապարատը գիտեք ոնց է գործում, երեխաներին կվերցնեն, կտանք մանկատուն, երեխաները ձեզ չեն ճանաչի, այսպես այնպես, կինը հանձնվում է, ասում է ես տեսել եմ, որ ինքը քրոջ հետ խոսում էր, ինչ որ գաղտնի, չգիտեմ ինչ էր, Գրինգրասին
Շատ են նեղում Դեյվիդին եւ Դեյվիդը, այսպես ասած, Ֆեբերին սկուտեղի վրա մատուցում է իր քրոջը եւ Փեսային, Էթել եւ Յուլիուս Ռոզենբերգներին։ Ահա թե որտեղից էր գեներալ Դոնովանը ճանաչում Գեննադին։ Նրանց ձերբակալում են, արդեն ասացի, այս երկուսին մոտ 3 տարի տևած դատական այդ գործողությունների ընթացքում վերջը Դուայթ Էյզենհաուերը իհարկե հրամանով արդեն ասացի Արի Թրումանը գնացել էր, նոր ընտրվել էր, Էյզենհաուերը երևի թե ուզում էր տպավորություն թողնել, չգիտեմ, աշխարհի վրա այսպես խիստ տղայի կամ չգիտեմ իրեն ընտրողների, հա, թեև սարսափելի ցույց, գիտեք, բազմահազարանոց ցույցեր Մադրիդ, Հռոմ, բացի սովետական միությունից, Փարիզ, Չիլի, Արգենտինա, նույնիսկ ԱՄՆ խոշոր քաղաքներում ի պաշտպանություն Ռոզենբերգների խնդրեցին, աղաչեցին, ես չգիտեմ ինչ դատապաշտպաններով, չգիտեմ ինչ իրավաբաններով ասացի արդեն Հռոմի Պապը խառնվեց, Օպենհայմերը խառնվեց, չգիտեմ Էյնշտեյնը խառնվեց, հայտնի մարդիկ ասացին մի գնդակահարեք այդ մարդկանց։ Լավ, գոնե 15 տարի, 20 տարի, 30 տարի, գոնե ցմա, չգիտեմ, գոնե կնոջը թողնեք երեխեքին տիրություն անի, չգիտեմ, երեխաները փոքր էին այն ժամանակ 6 կամ 9 տարեկան երկու տղա ունեին, հա, Էթել եւ Յուլիուս Ռոզենբերգները երեխաներին, այսպես մանկասակ երեխաներին բերում էին Բերթի դարպասների առաջ, ցանողներին ցույց էին տալիս, որ կոտրվեին, բայց զարմանալի մի բան, Էթել եւ Յուլիուս Ռոզենբերգներն այդպես էլ չկոտրվեցին։ Նրանք Գեննադի անունը չեն տվել եւ իմիջիայլոց 37-38 թվականից սկսած արդեն մինչև 50 թվականը նայեք 12 տարի ԽՍՀՄ հետախուզության համար աշխատելով, ԽՍՀՄ-ի համար լրտեսություն անելով մի կոպեկ փող չեն վերցրել այս մարդիկ։ Մի կոպեկ, այսինքն աշխատավարձի համար չէին անում։ Նրանք այսպես ասած խլուրդներ չէին, հա, կռոտներ չէին, ոչ Վեբերի համար էին աշխատում, ոչ ՑՌՈ-ի համար, սովորական քաղաքացիներ էին, որոնք տարված էին մարքսիզմի իդեոլոգիայով եւ փորձում էին օգնել Ստալինին, որպեսզի վերջինս վրեժ լուծի Հիտլերից։ Հрьяաներին կոտրելու համար ոչ մի կոպեկ չեն վերցրել, այդպես էլ չկոտրվեցին։ Ներողություն էլ չխնդրեցին։ Ճիշտ է, կինը վերջին կարծեմ գնդակահարությունից մի քանի օր առաջ կինն է նամագրում Էյզենհաուերին, որ խնդրում եմ գոնե երեխաներիս, այսպես ասած, խղճացեք, որպեսզի գնդակահարություն չտան, բայց ինչպես ասացի, Դուայթ Էյզենհաուերը հետաքրքիր է, որ Էյզենհաուերի պատճառաբանությունը ասում է դուք միլիոնավոր ամերիկացիների վտանգել եք սովետական միությանը հանձնելով ատոմային ռումբի նախագծերը։ Բայց այդ Էյզենհաուերը չէր խոսում, չէր էլ խոսելու ընդհանրապես, ամերիկացիները չէին խոսելու դրա մասին, որ 46 թվականին դեռևս մինչև 3 տարի ատոմային ռումբի ստեղծելուց առաջ, ինչպես ասացի, ԱՄՆ-ում, Պենտագոնում պատրաստվում էին ռմբակոծել սովետական միությունը։ Բայց սովետական միությունում ատոմային ռումբի հայտնվելուց հետո ամերիկացիները եւ անգլիացիները այսպես կենցաղային լեզվով ասած սսկվեցին, հասկացան, որ չի կարելի ատոմային ռումբը նորից օգտագործել, որովհետեւ կարող է լինել հակահարված։ Այսպես բալանսը կամաց եկավ եւ այսպես տակ պատերազմը երրորդ համաշխարհային էր սպասվում։ Սովետական միությունում ատոմային ռումբի ստեղծվելուց հետո երրորդ համաշխարհայինը կամաց նահանջեց եւ գնաց սառը պատերազմի փուլ։ Ուրեմն օկտան օպերատիվ կեղծանունով մի լրտես ուներ սովետական միությունը, հարբեցողի մեկն էր, օպերատիվ կեղծանունը օկտան, անլեգալ ինչ-որ հետախույզ էր։ Այս օկտանի անուշադրությունից հանդիպման ժամանակ ուշադիր չէր եղել ըստ երևույթին, հա, 1941 թվականին Դաշնային բյուրոյին հաջողվում է ձերբակալել Գեննադիին։ Ամերիկացիները չէին էլ պատկերացնում, որ Նյու Յորքի ասպիրանտուրայում սովորող դոկտորի կոչում էր ստացել, ասպիրանտուրան ավարտել էր, դոկտորական էր պաշտպանել, դոկտոր Հայկ Հովակիմյանը Նյու Յորքում սովետական անլեգալ հետախուզության ռեզիդենտն է։ Որևէ լուրջ կոմպրոմանտ այդպես էլ չկարողացան
ներկայացնել, բայց ձերբակալեցին, որովհետև շպիոնի հետ էր հանդիպել, հա, այդ օկտան կոչվածի հետ։ Գրավ նշանակեցին ազատվելու դիմաց $25,000, 41 թվականից էդի ժողովուրդ $25,000, սա ես չգիտեմ ինչ գումարի մասին է խոսքը, շատ մեծ գումարի մասին է խոսքը, բայց NKVD-ն ոչինչ չէր խնայում, Ստալինը անձամբ էր ուզում Ռուսաստան վերադարձնել, Սովետական Միություն վերադարձնել Գեննադին, նույն ինքը ռեզիդենտ Հայկ Հովակիմյան, $25,000, չգիտես որտեղից հայտնվեց, իհարկե NKVD-ն էր տվել այդ փողը, Հայկ Հովակիմյանը դուրս եկավ Բերդից, բայց մնաց ԱՄՆ-ում, արդեն ամռանը 41 թվականը, երբ որ Հիտլերը հարձակվեց Սովետական Միության վրա, երբ որ Ռուզվելտը հասկացավ, որ Սովետական Միության հետ դաշինքը խիստ կարևոր է քաղաքական հարցերից, Հայկ Հովակիմյանին փոխանակեցին 6 ամերիկացիների հետ եւ ռեզիդենտը վերադարձավ Սովետական Միություն, որտեղ նրան ճակերտավոր գրկապած դիմավորեց նորից Բերյան։ Բերյան լուրջ մեղադրանքներ էր իհարկե ներկայացնում, որ ռեզիդենտը տանուլ է տվել, չգիտեմ, այս անլեգալ հետախուզությունը, բայց սիրելի ժողովուրդ, 1940 թվականին, դեռևս 40 թվականին Նախիջևանում ծնված այս գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանը առաջինն էր, առաջինը, ինչ կգնան ռուսները, ինչ անուններ կտան, ես չգիտեմ, առաջին էր, որ Կրեմլին տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում համատեղ ծրագիր են սկսել ատոմային ռումբի նախագծումն է արդեն իրականացվում, եւ երբ որ Քեմբրիջյան արդյունքից արդեն Կրեմլում ստացան նորից նույն հաղորդագրությունը, հասկացան, որ այդ ամեն ինչը իրականություն է եւ հենց Հայկ Հովակիմյանի խորհրդով, հենց Հայկ Հովակիմյանի նախաձեռնությամբ, հենց նա կազմակերպեց, հենց նա նախագծեց, հենց նա գործի դրեց, հենց նա ղեկավարեց այդ լայնամասշտաբ էնորմոս կոչված գործողությունը, որի արդյունքում արևմտյան գերտերություններից այսպես լրտեսական ճանապարհներով ինֆորմացիան կորզելով Սովետական Միությունում կարճ ժամանակում հասան ատոմային ռումբի փորձարկմանը եւ ստեղծեցին առաջին ատոմային ռումբը։ Իմիջիայլոց ես չեմ կարող սա պնդել կամ ոչ հաստատել, ոչ մերժել, բայց կան աղբյուրներ եւ սա հիմնականում ամերիկացիները, ոչ թե ռուսները։ Ռուսները չեմ կարծում, թե այսպիսի ինֆորմացիա տարածեն։ Ամերիկացիները, ամերիկական աղբյուրները նշում են հետախուզներ, շատ հին հետախուզներ նախկին, հա, նշում են, որ Ռոզենբերգները այս նախագիծը ոչ թե իրենցով են կարողացել կորզել, այլ նրանց օգնել է Ռոբերտ Օպենհայմերը։ Ճապոնիայի վրա ռումբերը նետելուց հետո Ռոբերտ Օպենհայմերը խիստ զղջում է իր արած գործի համար, խիստ զղջում է, ասում է, ինչ արեցինք մենք։ Այսպիսի արտահայտություն կա եւ այդ արտահայտությունը հենց Օպենհայմերն է արել, ասում է, մենք սատանայի գործը արեցինք նրա փոխարեն։ Սա Ճապոնիա ռմբահելուց հետո է ասում, հա, Օպենհայմերը, եւ որովհետեւ Օպենհայմերը ճանաչում էր երիտասարդ դեռևս Քեմբրիջում սովորելու տարիներին երիտասարդ ֆիզիկոս Խարիտոնին, փորձում է այդ նախագիծը, գծագրերը, չգիտեմ, մի կերպ փոխանցել Սովետական Միություն, վստահ լինելով, որ Խարիտոնը եւ մնացած գիտնականները կկարողանան գլուխ անել այդ նախագծից, եւ Օպենհայմերը վստահ էր, եթե Սովետական Միությունում շուտ կարողանան ստեղծել ատոմային ռումբ, ամերիկացիները ձեռները հետ կքաշեն եւ երրորդ համաշխարհային պատերազմի բանը չի հասնի։ Եվ սա հետախուզության շնորհիվ եւ ահա Գեննադի շնորհիվ։ Իմիջիայլոց մինչև ԱՄՆ-ում հայտնվել է 31 թվականին, երբ որ Արտուր Արտուզով ասացի, հա, արդեն հավաքագրում է երիտասարդ գիտնական Հայկ Հովակիմյանին, Բաումանն էր ավարտել, դոկտորական էր պաշտպանել, լուրջ քիմիկոս էր, ֆիզիկոս էր, 6 լեզուների էր տիրապետում, Արտուր Արտուզովի համար սա իդեալական կերպար էր, հա, կովկասյան արտաքին չուներ, կապուտաչա, սպիտակ, թխահեր, այսպես ասած, սիրուն, բավական գերող տղամարդ էր եւ ասում են, որ մարդու հետ խոսալու յուրահատուկ տոն ուներ,
շատ հանգիստ կարող էր համոզել ցանկացած մեկին։ Արտուզովի համար սա իհարկե նվեր էր, ճակատագրի նվեր էր, նա կանչում են հատուկ հրավերով, կանչում են երիտասարդ գիտնականին, քիմիկոսին, Բաումանից կանչում են արտերկրաբաժին, Արտուր Արտուզովը գաղտնագրում է, մարդը դառնում է սովետական միության NKVD-ի լրտես եւ գործողվում է Գերմանիա 1931 թվականին։ 1931 թվականին Գերմանիայում երկու գաղտնի քիմիական գործարաններից Հայկ Հովակիմյանը կարողանում է ԽՍՀՄ-ին փոխանցել մոտ 15000 գաղտնի փաստաթղթեր։ Դու 15000 էջերով, ոչ թե փաստաթղթերի քանակով, մոտ 15000 էջերով, որից հետո հասկանալով, որ բավականին լուրջ մարդու հետ, պրոֆեսիոնալ մարդու հետ գործ ունեն, 1933 թվականին ԱՄՆ եւ ԽՍՀՄ դիվանագիտական կապ են հաստատում, սիրելի ժողովուրդ, ես այս մասին ձեզ ասել եմ, եւ առաջին հայը, որ դիվանագիտական, այսպես ասած, պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ, դա արտաքին առևտրի մինիստր պարոն Անաստաս Միկոյանն էր, Սանահինից, Անաստասի հետ վերադառնալուց հետո կնոջ հետ Աշխենի հետ մեկնում է ԱՄՆ, հետ է գալիս եւ ԱՄՆ մեկնում արդեն Գենադի Մականունով երիտասարդ ուսանողը, որն ընդունվում է Նյու Յորքի համալսարան, քիմիայի ֆակուլտետ, հրաշալի է սովորում եւ եթե ուշադիր եք, սկզբում ասացի, Մանհեթենյան նախագիծը սկզբում կոչվում էր Ուրան կոմիտե, Ուրան 235 եւ այդ կոմիտեն, այդ ոչ թե կոմիտեն, այլ ծրագիրը ղեկավարում էր Հենրի Քարապետյանը։ Հայկ Հովակիմյանն իր հուշերում արդեն գրում է, ասում է, ես առաջին անգամ, երբ որ կարողացա արդեն գտնել են առաջին դուռը, որը բացելուց հետո ես պիտի հայտնվեի Մանհեթենյան նախագծում, ամենամեծ անակնկալը եւ անակնկալ էլ չէ, վախ, ասում եմ, առաջին վախը, որ ես զգացի, ոչ թե նա էր, որ ես հայտնվել եմ, չգիտեմ, ատոմային ռումբի նախագծի, չգիտեմ, այսպես կոմիտեում, ասում դուռը ես բացեցի եւ լսեցի հայերեն արտահայտություն։ Մարդը բացել է դուռը, մտնում է նախագիծ եւ այնտեղ երկուսը հայերեն են խոսում։ Հենրի Կարապետյանը եւ եւս մեկ հայ կարա, ես պահին անունը չեմ հիշում, Մանհեթենյան նախագծում։ Ասում եմ, անգամից աչքերը շուռ տվեցի, հանկարծ որևէ կերպ զգացնել չտան, որ ես հասկանում եմ նրանց լեզուն։ Իմիջայլոց Հայկի այդ բնութագրի մեջ գրած է, որ բավական սառնասիրտ էր եւ էմոցիաները կարողանում էր հրաշալի զսպել նրա հայացքից, նրա դեմքից, նրա աշկերից, նրա, չգիտեմ, ժպիտից, խոսելուց երբևէ ոչինչ չէր կարելի հասկանալ նրա էմոցիաների մասին, այսպիսի լրտես էր մարդը։ Դոկտորական է պաշտպանում, մարդը դառնում է քիմիայի դոկտոր, ամերիկացիների մտքով չէր էլ անցնում, որ դոկտոր Հայկ Հովակիմյանը արդեն իսկ ղեկավարում է Նյու Յորքի անլեգալ ռեզիդենտուրան։ Հենց այս մարդու անմիջական ջանքերի շնորհիվ, սիրելի ժողովուրդ, սովետական միությունում կյանքի կոչվեց, ինչպես արդեն ասացի, ամենալայնամասշտաբ, ամենաերկարատև է Նորմոս կոչվող գործողությունը, որի ընթացքում ԽՍՀՄ-ում հայտնվեցին այդ արևմտյան նախագծերի բոլոր գաղտնի փաստաթղթերը, մնացածը գիտնականներն այսպես մաթեմատիկական արդեն 1+1 գումարեցին եւ ԽՍՀՄ-ում ստացան առաջին ատոմային ռումբը։ Բայց հետաքրիր է, որ Բերիայի հետ ունեցած թշնամանքը, թշնամիներ էին, Բերիան նրան թշնամի էր համարում, բայց չկարողացավ կպնել։ Բոլորովին այլ կերպ ընդունեց Խրուշչովը Ստալինի մայից հետո 1954 թվականին ռուսական պետանվտանգության գեներալ-մայորին զրկեցին զինվորական կոչումներից եւ բոլոր պարգևներից, խոսքը Հայկ Հովակիմյանի մասին է, զրկեցին, Խրուշչովը զրկեց։ Փաստաթուղթ կա, ըստ որի Ստալինի հրամանով նրան շնորհվել էր սովետական միության հերոսի կոչում, բայց որովհետև նա գաղտնագրված էր, այս ամեն ինչի մասին չէին կարող իմանալ, Խրուշչովը դա էլ վերցրեց նրա ձեռքից։ Սովետական միության պետանվտանգության գեներալ-մայորը մարդ, որի շնորհիվ սովետական միությունում առաջին ատոմային ռումբը նախագծերը ստացան, զրկվեց զինվորական բոլոր կոչումներից, պարգևներից եւ սովորական լաբորանտի աշխատանք էին տվել։ Ես Հայկի կենսագրությունը
կարդալիս հիշեցի մեր Համո Յուլյանին, որ նույնպես Խրուշովը Ստալինի մայից հետո գեներալ-մայորին իջեցրեց այս նույն կարգի։ Բոլոր զինվորական կոչումներից զրկեցին Համո Յուլյանին, ուղեղի կաթված ստացավ եւ մահացավ մարդը։ Նույն կերպ վարվեցին ամենաէֆեկտիվ հետախույզի հետ, որը ԱՄՆ-ում աշխատելու տարիներին ԽՍՀՄ-ին փոխանցեց մոտ 1300 գաղտնի փաստաթղթեր, ընդհանուր էջերի թվով 52,000 էջ, 52,000 էջ, գաղտնի փաստաթղթեր, 8 տարի։ Հիմա տեսեք, երբ որ նրան վերադարձրին ԽՍՀՄ, արդեն Մոսկվայում նստած Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանը շարունակում էր կոորդինացնել եւ ղեկավարել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի անլեգալ հետախուզական ցանցը, նա էր ղեկավարում էնորմոս օպերացիան մինչեւ այն օրը, երբ որ Սովետական Միությունում փորձարկվեց առաջին ատոմային ռումբը։ Մոսկվայում նստած արդեն ձերբակալությունից հետո, երբ որ վերադարձել էր Մոսկվայից ղեկավարում էր այդ անլեգալ ռեզիդենտուրաները Նյու Յորքում, չէ, ոչ Ամերիկայում եւ Բրիտանիայում։ Նրա ուղարկած փաստաթղթերի հիման վրա կազմվեց Արզամաս 16-ի այդ գիտնականների հայտնի թիմը, եւ իմիջիայլոց ասեմ, շատ քչերին է երևի թե հայտնի, չգիտեմ, էլ անձամբ ում է հայտնի։ Կուրչատովն այդ ժամանակ սովորական պրոֆեսոր էր, ուղղակի երիտասարդ էր եւ պրոֆեսոր էր։ Երբ որ Ստալինին առաջարկում են նախագծի ղեկավար դնել Կուրչատովին, Ստալինն ասում է, ո՞ց կարող է Սովետական Միության ատոմային նախագիծը ղեկավարել ինչ-որ պրոֆեսոր, մարդուն ակադեմիկոսի կոչում տվեք։ Մի օրվա մեջ ակադեմիկոսի կոչում տվեք, այսինքն լինի այնպես, որ Սովետական Միության ատոմային նախագիծը ղեկավարում է ակադեմիկոս Կուրչատովը։ Հաջորդ օրը Ազգային ակադեմիայում փակ քննարկումով, փակ քվեարկությամբ ակադեմիկոսի, այսպես ասած, ընտրություն են դնում եւ ակադեմիկոս է ընտրվում ոչ թե Կուրչատովը, այլ Աբրահամ Ալիխանյանը։ Ստալինը եւ Բերյան անձամբ, այսպես ասած, խառնվում են, ասում են, չհասկացանք, ինչ եք անում։ Նա լավ թափ են տալիս այդ ակադեմիան, ասում են, ինչ եք անում։ Աբրահամ Ալիխանյանը հեղինակություններ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ հասկանում են, որ Աբրահամ Ալիխանյանը ավելի ուժեղ դեմք է, բայց Մոսկվայում ուզում էին տեսնել Կուրչատովին։ Երկրորդ ընտրությունն են դնում եւ Բերյան այսպես մատը թափ է տալիս, ասում են, մի մարդու պես գրում եք եւ ստորագրում եք Կուրչատով։ Ստալինն ուզում է տեսնել Կուրչատովին այսպես ընտրում են, դնում են ղեկավար եւ գնում է Արզամաս 16-ը ղեկավարելու։ Իմիջիայլոց Հայկի մշակած այս էնորմոս ծրագիրն այնքան գաղտնի էր, այնքան հիանալի մշակված էր, որ այդքան տարիների ընթացքում, նույնիսկ երբ որ Արզամաս 16, հետո չգիտեմ, Չելյաբինսկ արդեն այդ փակ քաղաքները ԳՀԻ կոչվածները այդպես որ ստեղծվում էին, հաղորդագրությունները Կրեմլ եւ դեպի այդ քաղաքներ, Արզամաս 16, Կրեմլ, Լուբյանկա կոնկրետ երբ հաղորդագրություններ էին գնում, որևէ տպագիր նամակ չկար, որևէ միջնորդ չկար, որևէ կապավոր չկար, ամենը ձեռագիր անձամբ հանձնելով, որևէ մեկը չկար, գոյություն չուներ։ Հիանալի մշակված այս էնորմոս գործողության արդյունքում, որը մշակեց, իրագործեց եւ ղեկավարեց Հայկ Հովակիմյանը եւ ինչպես արդեն ասացի, Աբրահամ Ալիխանյանը ընտրվեց, բայց Կրեմլում մեղմ ասած, այսպես ասացին, կրկին փորձեք, ինչպես Կոկա-կոլայի թե Պեպսի-կոլայի դեպքում, չգիտեմ, կրկին փորձեք։ Ոչինչ, շփոթվել եք, ներում ենք ձեզ, Բերյան այսպես մտավ ակադեմիա, ասես չհասկացանք, ես ինչ եք անում, մենք ձեզ ասում ենք Կուրչատով, դուք ասում եք Աբրահամ Ալիխանյան։ Ալիխանյանը մեծ հեղինակություն էր։ Եվ Արզամաս 16-ում արդեն մեզ հայտնի Կիրակոս Մետաքսյան եւ ԽՍՀ ամենագաղտնագրված գիտնականը Սամվել Քոչարյանց, մեր նոր Բայազետից, կենցաղային լեզվով ասած մեր Քյավառից, Ավետիք Բորնազյան մեր Քյավառից, Իվան Կնոնյանց, այսպես միասին, միահամուռ Ալիխանյանները կերտեցին
սարքեցին, տվեցին սովետական միությանը առաջին ատոմային զենքը, դրանով իհարկե զսպեցին ԱՄՆ-ի, այսպես ասած, ագրեսիվ պահվածքը, բայց սովետական միությունը Բերյան արդեն գնդակարվել էր, գնացել էր, Արտուզովը գնդակարվել էր, Աբակումովը գնդակարվել էր, Խրուշչովը հանկարծ որոշեց, որ այս մարդը չպիտի ավելի բարձրանա եւ զրկեցին նրան, ինչպես Կիրակոս Մետաքսյանին զրկեցին բոլոր սոցիալիստական աշխատանքի երրակի հերոս էր Կիրակոս Մետաքսյանը, երրակի հերոս, բոլոր պարգևներից զրկեցին նրանց, էլի Խրուշչովը, մենք սովոր ենք, չէ՞, անդադ Բերյան, Ստալինը, Խրուշչովը, ջարդ ու փշուր արեց այս մարդկանց, բոլորին, գեներալ-մայորին սարքեց սովորական լաբորանտ։ Հիմա ես ինչու եմ ասում, որ պետք չի այս մարդկանց ավանդը, գիտեմ, անդադ անպայման կգրեն սովետի համար, ռուսի համար, ես չգիտեմ արդեն քանի անգամ կարելի է կրկնել, սովետական միություն գոյություն ուներ, որ այսպես բռնազավթել էր ԽՍՀՄ, բայց բռնազավթել էր Հայաստանը, ոչ միայն Հայաստանը, ամբողջ Կովկասը, չգիտեմ, Պրիբալտիկան, այսպես մենք մեր կամքով չէին գնացել խորհրդայնացման, հա, բոլշևիկները եկան, կոտորեցին առաջին հանրապետության, այսպես ասած, կառավարությանը բանտարկեցին, սպանեցին, չգիտեմ ինչ արեցին, այսպես բռնազավթեցին, խորհրդայնացվեց, հետո Վրաստան, հետո Ադրբեջան, կարևոր չի, բայց պատերազմից հետո արդեն 60-ական թվականներին թիվը չեմ կարող կոնկրետ ասել, կարևոր էլ չի, իր երկու մտերիմ ընկերների հետ զրույցի ժամանակ Հայկ Հովակիմյանը նրանց պատմում է, նրա երկու մտերիմ ընկերներն էին Ադմիրալ Իսակովը և Արամ Խաչատրյանը, մեր կոմպոզիտոր, ես կկարդամ ինչ էր պատմում նրանց, ես հիանում եմ գիտնականներով, որովհետև ինքս էլ գիտության մարդ եմ, ամեն անգամ նոր գիտնականի հավաքագրելիս սիրտս ծանրանում էր, ԱՄՆ-ի աշխատգործերի մասին է խոսում, ԱՄՆ-ում լրտեսության ժամանակ, ես հասկանում էի, որ մարդկանց խաբում եմ և ավելորդ վտանգի ենթարկում, բայց իմ մեկ զրույցը կարող էր հանգեցնել տուփը լվի ինքնաթիռի կամ քիմիական զենքից պաշտպանվելու համար նոր զենքի ստեղծմանը, ես չեմ ափսոսում իմ արած գործի համար, այո, տհաճ էր տաղանդավոր մարդկանց խաբելը, նրանց կյանքը վտանգելը, բայց պատերազմը սպառնում էր ոչ միայն Կրեմլին, սա Հայկի խոսքերն են, ոչ միայն Կրեմլին ու Ստալինին, այլև ողջ սովետական ժողովրդին, նաև իմ հայրենի Նախիջևանին, շատ դժվար էր, բայց ես այդ ամենը արել եմ ոչ թե Ստալինի կամ Բերիայի համար, որոնք չգնահատեցին, այլ նախ և առաջ իմ ժողովրդի համար, որովհետև պատերազմը սպառնում էր ոչնչացնել ամեն ինչ, այո, ես սա արել եմ իմ ժողովրդի ապահովության համար, թեև գիտեմ, ինչպես Բերյան ու Ստալինը, ինչպես ԽՍՀՄ, նրանք էլ չեն գնահատելու, հակառակը անպայման չարախոսելու են, սա Հայկ Հովակիմյանի զրույցն է, արդեն ասացի, Արամ Խաչատրյանի և Ադմիրալ Իսակովի հետ մարգարեական գրեթե, կարելի ասել, որովհետև այս մարդը վստահ էր, որ իր գործը չեն գնահատելու, մի բան էլ ստորացնել են անպայման, վայ Ռուսիա համար, վայ նրա համար, բայց լեգենդար այս գիտնականի հետախուզի շնորհիվ ոչ միայն պատերազմը կասեցվեց ոչ միայն սովետական միությունը հաղթեց այսպես պատերազմում, հա, այլև զսպվեց երրորդ համաշխարհային պատերազմը, որն անխուսափելի էր, ես արդեն ասացի Ճապոնիայի վրա ռումբերը նետելուց հետո ամերիկացիները արդեն պատրաստում էին գալ սովետական միության վրա, որովհետև Ջաջուշկա Ջոյի հեղինակությունը ԱՄՆ-ում աճում էր, մարդիկ աշխարհում մեկ այսպես տարվում էին լենինիզմով, մարքսիզմով, սովետական միությունը այսպես համարվում էր գլխավոր ֆավորիտը ֆաշիզմի դեմ պայքարում, ամերիկացիներին ու անգլիացիներին սա սարսափեցնում էր, նրանք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի բոլշևիկյան, այսպես ասած, կոմունիստական ճամբարը չաճեր եւ դրա համար գնացին այս տաք պատերազմի ճանապարհով, բայց երբ որ ստեղծվեց առաջին ատոմային ռումբը, այս ամենը գնաց արդեն սառը պատերազմի փուլ, այս անտեղ արդեն հայերի գործունեության մասին արդեն խոսենք մեկ այլ հաղորդման ժամանակ, սիրելի ժողովուրդ, այսքանը լեգենդար, շատ լեգենդար մարդու մասին, սովետական
պետանվտանգության գեներալ-մայոր Հայկ Հովակիմյան ռեզիդենտի մասին, որի ավանդը ուրացան ՏԽՍՀ-ում, թե նրա իրավահաջորդ ՌԴ-ում անուններ, կարդում ես մարդկանց անունները, մեկը մի շաբաթ դիմացավ, մեկը մի օր դիմացավ, մեկին էստեղ բացահայտեցին, մեկին այնտեղ բացահայտեցին, բայց Աշոտ Հակոբյանի մասին չեն խոսում, որ ինչ բացահայտեցին, Հայկ Հովակիմյանի մասին չեն խոսում, նրան չէին բացահայտել։ Ասում եմ, ամերիկացիները նույնիսկ լուրջ կոմպրոմատ չունեին։ Պարզապես, որ շպիոնի հետ էր հանդիպել, այդ աղտան կոչված հարբեցողի հետ էր հանդիպել, ձերբակալեցին, բայց եթե կոմպրոմատ ունենային, որևէ գրավի դիմաց բաց չէին թողում, մեծ թիվ ուզեցին հասկանալու համար ով պիտի սրան վճարի, եւ երբ որ $20,000 գտնվեց, Ռուզվելտը հասկացավ, որ NKVD-ն լուրջ հետաքրքրված է այս մարդը, $20,000 պիտի դար սովորական դոկտոր էր, այսպես ասած, $25,000 շատ մեծ թիվ էր, եւ Հայկ Հովակիմյանին փոխանակեցին 6 հոգու հետ։ 67 թվականին այս մարդը մահացավ սովորական քաղաքացու կարգավիճակով, սովորական լաբորանտի կարգավիճակով եւ թաղվեց Մոսկվայի հայկական գերեզմանատանը, որտեղ արդեն թաղված էին նրա կինը եւ միակ դուստր, իսկ նրա կինը Խաչատուր Աբովյանի եղբոր աղջիկներ, Վերա Աբովյանը։ Այսքանը ժողովուրդ ջան, անշար մնացեք, անփորձանք մնացեք, դուրս բացահայտումներ են սպասում, անրանքում անպայման կխոսենք, ստեսություն լավ մնացեք։